Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, պրեմիերա մայիսի 2-ին և 3-ին ժամը 19:00-ին կինոյի տանը Հայաստան։ Պատմությունը պարերով եզակի պարային ներկայացում, որը հանդիսատեսին հրավիրում է ազգային պարերի ոգեկոչող ուղեկցությամբ կատարել հետաքրքրաշարժ ճանապարհորդություն դեպի հայոց պատմության էջերը։ Այս հետաքրքիր միջոցառման մասին հենց Պարի միջազգային օրը կխոսեն մեր հյուրերի հետ։ Գաղափարի հեղինակ Լենա Գևորգյան, Profart Dance-ի արտիստ Պարուհի Ռաիսա Մկրտչյան։ Մեր երկչուհու հիշեցի Ռաիսա Մկրտչյան։ Բարի լույս։ Ինչ հետաքրքիր ծրագիր է։ Այո, ծրագիրը շատ հետաքրքիր է։ Միտքը առաջացել է, քանի որ ես եւ ռեժիսորը մենք զբոսաշրջիկների հետ ենք աշխատում եւ ուզում էինք ավելի շատ զբոսաշրջիկների համար ինչ-որ ներկայացում ստեղծենք, որ գային նայեն, ոչ միայն ճամփորդեին Հայաստանով։ Բայց երբ որ պրոյեկտը մշակում ենք, այտենց մեծացավ ու մեծ ներկայացում դարձավ, առաջի հերթին շատ հետաքրքիր հայի համար, որովհետև անցած տարի, որ ներկայացումը տեղի ունեցավ, ավելի շատ հայերն էին եկել։ Այսպես ասեմ, մենք պատմում ենք մեր պատմությունը պարերի միջոցով, սկսած Նոյից մինչև մեր օրերս։ Բայց ինչի Նոյից։ Դե քանի որ Նոյը հենց Արարատի գագաթին էր, այդտեղից էր սկսվել այդ ամենը, տեսնելով ամենառավոտ Արարատը, չենք կարող այդ մասը բաց թողենք կամ ավելի տեղից ուզեցինք։ Իսկ անցած տարի նույն ներկայացումն եկել է արել։ Այո, ինքը անցած տարի պրեմիերան էր, նույն ներկայացում էր, բայց իհարկե ներկայացումից հետո, երբ որ հանդիսատեսը մեզ այդ կապեր դուրս գալիս, ասում էր, որ ինչ կուզի տեսնի հաջորդ անգամ ներկայացմանը, այդ ամենը մենք ավելացրել ենք այս տարվա ներկայացման մեջ, կարծում եմ ավելի հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար, մեզ համար էլ։ Այսինքն այնտեղ տարազ է փոխվում, ժամանակաշրջան է փոխվում, հա, ոնց է արվում։ Այո, տարազ է փոխվում, ժամանակաշրջան է փոխվում, մենք ներկայացման ժամանակ ցույց ենք տալիս մեր պատմության ամենաուրախ եւ ամենատխուր պահերը։ Profart Dance-ի սաները եւ հիմնադիրը Տիգրան Մնոյանը իրանք պրոֆեսիոնալներ են, դրա համար իրանց հետ ենք համագործակցում, իրանք օգնում են մեզ այդ ինչ որ մենք պատկերացնում ենք, իրանք օգնում են, որ դա բեմում կկատարվի։ Ռայսան մեր գլխավոր պարոյիներից է, երբ որ ներկայացումը սկսում է, այսպես ասեմ, ներկայացումը բացում է հենց Ռայսան, դրա համար ձեզ Ռայսայի հետ եմ եկել միասին։ Պատմեք Ռայսա։ Ինքնին գաղափարը շատ հետաքրքիր է, քանի որ մենք Պարի լեզվով օտարերկրացիներին ներկայացնում ենք մեր պատմության կարևորագույն արկնարկները, հետաքրքիր դրվագներ, ավանդույթներ։ Օրինակ, հենց մեկ ինչպես Սերչին, Նոյի պատմությունը, Գրիգոր Լուսավորչի պատմությունը նաև ներկայացնում ենք ավանդական մեր ծեսերից, օրինակ հարսանիք կամ նմանատիպ ինչ-որ սովորույթներ, որոնք որ հետաքրքրում են մեր օտարերկրացիներին եւ իրենք ավելի մոտիկից են ծանոթանում մեր մշակույթին, արվեստին, ինչու՞ չէ նաև պատմությանը։ Իսկ մերոնց հետաքրքրում է բացի օտարերկրացիներից։ Ամենաշատը մերոնց է հետաքրքրում, որովհետև անցած տարի մեր հիմնական հանդիսատեսը հայ հանդիսատեսն է եղել։ Եվ անկեղծ ասած, ինչու մենք որոշեցինք, որ այս տարի ներկայացումը նորից պետք է լինի, դա հայ հանդիսատեսի արձագանքն էր, որը մենք ստացանք ներկայացումից հետո ես ինքս չէի սպասում նման արձագանք, դե մտածում եմ մենք բոլորս պարում ենք, բոլորս պատմություն գիտենք, այդքան հայի համար հետաքրքիր չի լինի, զբոսաշրջիկի համար հետաքրքիր կլինի, բայց երբ որ տեսա ներկայացումը ավարտելուց հետո ինչ էր կատարվում դալիճում, ինչ էր կատարվում, երբ որ հանդիսատեսը դուրս էր գալիս, այդ հայ հանդիսատեսի էմոցիաները երբ որ տեսա, մտածեցի, որ սա այն է, ինչ մեր հանդիսատեսը ուզում է տեսնի եւ պարտադիր չի, որ միայն զբոսաշրջիկը գա։ Իհարկե զբոսաշրջիկի համար էլ է հետաքրքիր, քանի որ իրանք շատ են սիրում մեր պատմությունը, մշակույթը, պարերը, կենդանի երաժշտություն կա, մեր հայկական գործիքներն են հնչում բեմից, բայց կարծում եմ ավելի շատ հայի համար է հետաքրքիր։ Անցած տարի որտեղ ա եղել ներկայացումը նույն տեղը։ Ստանիսլավսկու անվան թատրոնում ա եղել, այս տարի լինելու է կինոյի տանը։ Ստանիսլավսկին, քանի որ մայիսը բավականին խիտ ամիս է, չկարողացավ օր հատկացնել, մենք ընտրեցինք կինոյի տանը, որովհետև մենք էկրանները օգտագործում ենք
դե որ հանդիսատեսը ուղղակի պարը նայի, կարող չկարողանա այդպես լավ ընկալի պատմության, որ հատվածի մասին է խոսքը։ Դրա համար մենք տիտրերով 3 լեզվով, հայերեն, անգլերեն եւ ռուսերեն պատմում ենք։ Պատմությունն ենք պատմում եւ վիդեո շարան կա, դրա համար կինոյի տանի դալիճ ընտրեցինք, կինոյի տան մեծ դալիճը։ Ներկայացման ապագան կանխագուշակված է, թե չշարունակվելու է։ Այո, իհարկե, մենք ունենք ներկայացում մայիսի 2-ին, մայիսի 3-ին, մայիսի 4-ից արդեն մենք կսկսենք աշխատել, որպեսզի կարողանանք պրոյեկտը գոնե մեկ անգամ Հայաստանից դուրս անել, Հայաստանից դուրս մեր հայրենակիցների համար, որովհետև իրանց համար է շատ հետաքրքիր կլինի։ Ամեն դեպքում անցած տարի, երբ որ ներկայացումը տեղի ունեցավ, ով որ տեսել էր սոցկայքերում, բոլորը ասեցին, որ պետք է այն երկրներ ընտրեք, որտեղ հայեր են բնակվում եւ գաք հյուր ներկայացումը դրսում կայանա։ Այնպես որ հիմա փորձում ենք, որ գոնե մեկ անգամ ներկայացումը Հայաստանից դուրս գա։ Իսկ Հայաստանում մենք կուզենք հիմա մենք կարողանում ենք ներկայացումը կազմակերպել տարին մեկ անգամ, դա մեզ համար քիչ է։ Մենք կուզենք, որ ներկայացումը ավելի հաճախ լիներ Երևանում։ Չի միայն Երևանում։ Ոչ միայն Երևանում, ճիշտ եք ասում, օրինակ մենք այս վերջերս հրավեր ստացանք Գորիս քաղաքից, փորձենք անպայման, որ Հայաստանի այլ քաղաքներում նույնպես, հատկապես այն քաղաքներում, որոնք գտնվում են Երևանից հեռու, որովհետև մոտ քաղաքներում ով բնակվում է, ինքը հնարավորություն ավելի շատ ունի Երևանում տեսնի, բայց այն քաղաքները, որոնք ավելի հեռու են գտնվում, իհարկե առաջի հերթին կաշխատենք այդ քաղաքները այցելենք։ Իմ նպատակն է Գյումրին, իմ նպատակն է Գորիսը, այդ երկու քաղաքը հաստատ կայցելենք, իսկ մնացածը արդեն ընթացքում։ Վանաձորն էլ դե մի կայցելենք, չէ։ Չէ, Վանաձորը տեսեք, ես զբոսավար եմ, ինձ համար Վանաձորի ճանապարհը ավելի հեշտ է, քան Գորիսի ճանապարհը Երևան, դրա համար ասում եմ այն քաղաքները, որոնք ինձ համար հեռու են գտնվում, կարող է իրանք նույն հեռավորությունը ունեն, բայց ավելի հեշտ է Վանաձորը։ Վերջին հարցը մեր պարոհուն, այ խոսում ենք հարսանեկան ծիսակատարություններից, ավանդական, որոնք դուք բարի միջոցով ցուցադրում եք, հետաքրքիր է նկատում եք մեր իրական հարսանիքներում այդ ծիսակատարությունները արվում են, թե ոչ։ Մեր օրերում ժամանակներն այնպիսին են, որ ավանդականը հետին պլան է, այսպես ասած, անցել, բայց դեռ շարունակում են մարդիկ օգտագործել մեր ավանդույթները, ավանդությունը հետևել եւ կարծում եմ, որ մենք կարողանանք իրենց հենց հին հայկական ավանդական այդ ծիսական արարողությունները ներկայացնել, որպեսզի նրանք ճանաչեն մեր մշակույթը դեռ հին ժամանակներից։ Այ որն է առանձնահատկությունը հարսանեկան հայկական ավանդական հարսանիքի, որը չի արվում, բայց դուք բարի միջոցով ցույց եք տալիս։ Հենց այդպեսին, չգիտեմ, չեմ կարող նշել, հենց հարսի բարօրինակ, որ պետք է լինի կանացի, որ ցույց տա աղջկա ամբողջ հեզությունը, ճկունությունը, մարմնի պլաստիկան, ինչու՞ չէ նաև գեղեցկությունը։ Մի ժամանակ օրինակ մենք չէինք տեսնի, որ հարսը պիտի առանձին վերկենա տենց բարի, չէ, չկար այդ ավանդույթը, հիմա օրինակ աղջիկները գնում են, սովորում են, ճիշտ է մի քիչ մոդեռնացնում են, բայց հիմնականում փորձում են։ Այո, ուրիշ կա ինչ որ ավանդույթներ, որ չենք պահում, դուք դրանով էլի հիշեցնում եք մեզ։ Դե հենց այդպեսին մեղր լավաշի արարողությունը, տեկոս եւ նմանատիպ։ Դե դա պահում ենք։ Սկսում մայրիկի պարը, որը մեր ներկայացման ժամանակ կա, բայց հիմնական հարսանիքներում էլ երևի չեմ տեսել, որ լինի։ Ինքը դա շատ տարածված բան չի։ Շնորհակալություն, դες հաջողություն ենք մաղթում, ոնց որ եւ ցանկանում եք, թող լինի ոչ թե տարին մեկ անգամ, այլ մի քանի անգամ եւ մարզերում էլ առիթ ունենաք ներկայանալու։ Դες հաջողություն։ Գովազ մեր եթերում։